Պարոն նախագահ, ձեր կարծիքով եկեղեցու շուրջ սկսված այս զարգացումները ինչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև այդ սև ու սպիտակը կարծեք թե նաև առաքելական եկեղեցի մեջ մտցնեցին իշխանությունները։ Դեպս ռեժիմի ներկայացուցիչները չունեն ոչ սրբություն, ոչ բարոյականություն և ոչ էլ արժանապատվություն։ Եկեղեցու դեմ կարող է աշխատ ձեռնարկել մարդ, ով ունի հոգեկան խնդիրներ կամ լծված է ամբողջովին չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունները։ Ինչ վերաբերում է Վեհապար Հայրապետին, ապա ես վստահ եմ, որ նա հաստատակամ է և ցանկացած պարագաներում բարեխիղճորեն կատարելու է իր ազգային և եկեղեցական ծառայությունները։ Բայց բոլորիս էլ հայտնի է, որ եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժեղացնում են եկեղեցուն։ Այնպես որ համբերությամբ սպասենք։ Պարոն Սարգսյան, կիրակի օրը պատարագ է լինելու կարգալույց եղածներ Արամն է հայտարարել, Փաշինյանն էլ մասնակցելու է կիրակի օրվա սուրբ պատարագին։ Դուք ձեր թիմից գնալու եք, չգիտեմ, այնտեղ հովանավանք պաշտպանելու եկեղեցին եւ ինչպես եք այդ եկեղեցին պաշտպանելու process-ը պատկերացնում։ Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ մեր քաղաքական ուժը ամբողջովին կանգնած է Վեհապար Հայրապետի մեր եկեղեցու կողքին եւ մեր գործողությունները մշտապես պայմանավորված են լինելու Վեհապար Հայրապետի հորդորով։ Հենց Վեհապար Հայրապետը կես բառ ասի ցանկացած եկեղեցում Հայաստանի ցանկացած կետում մենք պատրաստ ենք այնտեղ կանգնել։ Պարոն նախագահ, Վարդան Ղուկասյանի շուրջ իրադարձությունների մասին ձեր դիրքորոշումն է ուզում իմանալ։ Նայեք, ի սկզբանե ակնհայտ էր, որ Վարդան Ղուկասյանը խոցելի թեկնածու է, նրա վերաբերյալ անհատ գործեր են լինում, նախկինում էլ են եղել եւ չնայած այդ հանգամանքին ընդդիմությունը որոշեց այդ թվում ձեր քաղաքական ուժի քվեով նրան դարձնել Գյումրու քաղաքապետ։ Ինչ եք կարծում, եթե ընդդիմությունը ավելի շրջահայաց գտնվեր եւ ավելի անխոցելի մեկին ընտրեր, կունենայինք Գյումրիում այս իրավիճակը, որ ունենք այսօր։ Եվ կար այլ ելք։ Նախ ես կուզենայի, որ դուք շատ ճշգրիտ արտահայտվեք, երբ որ խոսում եք մեր քաղաքական ուժի մասին։ Մենք այո, այնտեղ ունեցել ենք, այսպես ասեմ, մատում համակրել ենք եւ սատարել ենք, բայց դա չի նշան, բայց չի կարելի նույնականացնել մեր քաղաքական ուժը։ Սա մեկ։ Մարտուն Գրիգորյանը չեք թողնում ես հարց պատասխանել, էլի։ Գիտեք, մենք բոլորս էլ մեղավոր մարդիկ ենք։ Անկախ որևէ հանգամանքից այդ գործում քաղաքական բաղադրիչը շատ մեծ է։ Եվ ընդհանրապես պարզ է չէ բոլորիս համար, որ այս իշխանությունները ունեն զրո հանդուրժողականություն այլակարգության հետ կապված։ Եվ նրանք ցանկացած գնով, ցանկացած միջոցներով լրացնում են, փորձում են լրացնել այլ կարծիք, այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց։ Ընդհանուր միջև մեկուսացնել։ Այս պարագայում Վարդան Ղուկասյանին մեկուսացրել է։ Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ապա Վարդան Ղուկասյանը այնտեղ ընդդիմության շրջանակներում ամենաշատ քվե ստացած տեխնացու։ Մենք առաջերտին ոչ թե սատարել ենք Վարդան Ղուկասյանին, այլ մեր ժողովրդի այն հատվածին, որը քվեարկել է Վարդան Ղուկասյանի օգտին։
Բա ինչ անենք ձեր կարծիքով։ Ժողովուրդը կարող է սխալվել, բայց կարծում եմ, այդպես է, հիմա այդպես է կարծում, հա։ Ոչ, ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող։ Ժողովուրդը չի կարող սխալվել։ Ժողովուրդը կարող է ինչ-որ պահի մոլորվել, ինչ-որ պահի տրվել պոպուլիստների հորդորներին, խոստումներին, բայց չի կարող սխալվել։ Չեք զղջում, որ կցանկանայիք, որ Վարդան Ղուկասյանի փոխարեն այլ ուժ այսօր Գյումրիում լիներ եւ այդ պարագայում կունենայիք այլ իրավիճակ։ Ես ընդհանրապես ցանկանում եմ, որ Հայաստանի ցանկացած համայնքում, ոչ միայն համայնքում, ցանկացած իշխանություն ունեցող մարդ լիներ ամենազնվագույնը։ Միշտ ցանկանայի, ամենահայրենասերը, ամենազնվագույնը, ամենալավը, ամենասիրելին, բայց ցավոք սրտի ընտրությունները միշտ չէ, որ բերում են այդպիսի հետևանքների։ Ալիևը հայտարարում է, որ հայկական բեռների վրայից, տարանցիկ բեռների վրայից հանում է սահմանափակումները եւ հայտարարում, որ սա խաղաղության երաշխիքներից մեկն է։ Երբ մենք ունենք օկուպացված Արցախ, տարհանված արցախահայեր եւ գերիներ ու պատանդներ, այդ խաղաղությունը ինչպես է հաստատվելու։ Ես դժվարանում եմ ասել, թե ինչպես է հաստատվելու։ Վտանգներով է հղի այդ ամենը։ Գիտեք, եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ ընդամենը լավն եմ տեսնում, իսկ վտանգներ խաղաղությունը լինի, թե ընկճություն լինի, վտանգները բոլոր տեղերն էլ միշտ գոյություն ունեն եւ կախված նրանից, թե որոշում կայացնողը ով է, այդ վտանգները կամ իրականություն են դառնում, կամ շրջանցվում են այդ վտանգները։ Իսկ ձեր ասած հայտարարությունը ինձ համար մի քիչ անհասկանալի է, որովհետև չեմ կարծում, որ Հայաստան հացահատիկներ կրելու ամենահարմարավետ, ամենակարճ եւ ամենաէժան տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, ես դեմ չեմ բացարձակապես, եթե հացահատիկի որակը լավն է, եթե հացահատիկը հացի գները էժանացնելու է, ես միայն ուրախ կլինեմ։ Անվտանգությունը ապահովելու է։ Անվտանգության հետ դա քիչ կապ ունի։ Ես չեմ կարծում, որ դա անվտանգության հետ կապ ունի։ Այսինքն, եթե չգիտեմ գնացքով ալնելու, թե ինչպես ալնելու Ադրբեջանի տարածքից այդ ճանապարհ չկա Հայաստան մտնելու, քան գա նորից հասնի Վրաստան, Վրաստանից նորից Հայաստան։ Ես կարծում եմ, որ մեր վրացի գործընկերներն էլ այդտեղ անելիք ունեն եւ իրենց անելիքը կանեն։ Լավ առումով նկատի ունեն։ Պարոն նախագահ, ինչպես եք վերաբերվում դուք ընդդիմադիր դաշտի խոշորացմանը, քանի որ ակնհայտ է, որ ազգային ժողովը 3-4 ուժից ավելի չի անցնելու եւ այսպես չեք կարծում, որ միավորմամբ է հնարավոր հաղթել Նիկոլ Փաշինյանին նրա իշխանությանը։ Ես չեմ կարող ասել այսօր, որ ազգային ժողովում դուք նկատի ունեք նոր ընտրվելիք ազգային ժողովում 3-4 ընդդիմադիր ուժեր կլինեն, կարծում եմ գոնե այսօրվա պայմաններում ես տեսնում եմ առնվազն մի 4 ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժեր, որոնք հնարավորություն ունեն լինել ազգային ժողովում։ Որոնք են այդ ուժերը։ Եկեք Պարոն Քոչարյանը շեշտել է, պարոն Սարգսյան, ցանկալի է, որ դուք էլ շեշտեք։ Դուք ոնց որ առաջի անգամ եք գալիս այստեղ հարցազրույց։ Ես խնդրել եմ, որ պարոն Քոչարյանը ինձ հարցեր չտաք։ Մենք չենք կարող ձեզ հարցեր չտալ Հայաստանի երկրորդ նախագահի եւ մեկ այլ ընդդիմադիրի վերաբերյալ, որքան էլ դուք դա ուզում եք, չեք որքան դուք դա չեք ցանկանում։ Արդյոք դուք համարում եք, որ դուք իրավունքներ ունեք, ես չէ։ Դուք իրավունք ունեք։ Բայց մենք էլ իրավունք ունենք հարցեր հնչեցնելու եւ Ճիշտ է, ես էլ իրավունք ունեմ հարցերին կամ չպատասխանելու կամ խուսափելու։ 2026 թվականի ընտրությունների հետ կապված արդեն 1 տասնյակից ավել կուսակցություններ կամ չգիտեմ դաշինքներ ցանկություն են հայտնել մասնակցելու 26 թվականի ընտրություններին։ Դուք դեռևս Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այսպես ասած, որոշում չունեք։ Արդյոք վերանայել եք կամ կարող եք պատասխանել այդ հարցին, մասնակցելու եք թե ոչ։ Ոչ, մենք մեր որոշումը չենք վերանայել։ Մենք այսօր
նախապատվությունը տալիս ենք իմպիչմենտին եւ կարծում եմ բոլորը դեռ տեսնում եք, որ խորհրդարանական ընդդիմության իրական կոնսոլիդացիան շատ լավ հնարավորություններ է բացում իմպիչմենտի հետագա իրականացման գործում։ Ես ընդհանրապես շատ զարմացած եմ էլի այն մարդկանց վրա, հատկապես այն քաղաքական ուժերի, ովքեր փորձում են իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Բայց ինչպես կարելի է հակադրել։ Դրանք երկուսն էլ սահմանադրական, չասեմ միջոցառումներ, ամենայն դեպս սահմանադրական դրույթներ են։ Այսպես թե այնպես ընտրությունները կայանալու են։ Եվ սահմանադրությունը հստակ ընդգծում է, որ իմպիչմենտը ճգնաժամային լուծման գործիք է։ Եթե մարդիկ կարծում են, որ այսօր Հայաստանում ճգնաժամ չկա, մենք այդպես չենք կարծում։ Եվ մենք համարում ենք, որ օր առաջ սրանց իշխանություններից հեռացնելը միայն ու միայն Հայաստանին օգուտ է։ Այնպես որ կգա ժամանակը, մենք մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սարգսյան, դուք Նիկոլ Փաշինյանին չեք ճանաչում, երբ որ ընդդիմադիր գործիչ էր, երբ իրեն 2018 թվականին իշխանություն տվեցիք։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Ես այդ մարդուն շատ մոտիկից երևի տեսել եմ մաքսիմում 3 անգամ։ Դա մի անգամ եղել է 93-ի վերջ, 94-ի սկիզբ, մի անգամ եղել է, եթե չեմ սխալվում, 98-ին, երբ որ դատարանում ենք, այսպես ասեմ, հանդիպել, տեսել, եւ մի անգամ էլ 18 թվականի մարիոտում, ուրիշ որևէ տեղ ես այդ մարդուն չեմ տեսել, չեմ հանդիպել, եւ ոչ էլ միջնորդավորված խոսել եմ, եւ ոչ էլ հեռախոսակապ եմ ունեցել, որևէ բան չեմ ունեցել։ Ինչ է նշանակում ճանաչել։ Իհարկե, բազա չէ, ես տեղյակ էի այն բոլոր հեյրանքներին, այն բոլոր ստախոսություններին, այն բոլոր շանտաժներին, որ տպագրվում էր նրա կողմից խմբագրվող թերթը։ Մինչ այդ էլ մեկ այլ թերթում, որտեղ ինքը չէր խմբագրում։ Այնպես որ Ասել եք, ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի։ Դրանք ուժեր էին, որոնք ցանկանում էին Հայաստանում, թե աշխարհում տեղի ունեցող գործընթացները կառավարել։ Ի վերջո, ովքեր էին այդ ուժերը, կբացատրեք։ Ես ի գիտություն ձեզ հայտնել եմ, որ 18 թվականի մասին ես այլևս չեմ խոսելու։ Խոսելու եմ մի անգամ, մի քիչ էլ համբերությամբ լծվեք, շուտով, ուղիղ հեռարձակմամբ, ձեզ բոլորիդ էլ նաև հնարավորություն է տրվելու հարցեր ուղղելու, շատ հանգիստ կարող եք ուղղել եւ լսել ձեր հարցերի պատասխանները։ Եթերում պարոն նախագահ եկել է, այ վերջո 7 տարի անցել է ձեր հրաժարականից, անընդհատ ասում եք, որ շուտով կխոսեմ ու չեք։ Անընդհատ չեմ ասում, ես դա ասել եմ ընդամենը անցյալ տարվա։ Պարոն նախագահ, հավատություն չունեք, որ 2021 թվականի սցենարը կարող է կրկնվել, այսքան ուժերով կրկին ընտրության գնալով եւ նույն, այսպես ասած, արդյունքը մեկտավոր ունենալով։ Բոլոր պրոցեսներում լինում են եւ լավ իրավիճակներ եւ վատ իրավիճակներ։ Եթե ես մտավախություն չունենայի, այդքան լուրջ չի զբաղվի իմպիչմենտի գործընթացով, բայց օր առաջ այս իշխանություններից հեռացնելը Հայաստանի համար միայն դրական հետևանքներ կարող է ունենալ։ Ես այսօր չեմ կարող ասել, որ ընտրություններում ընդդիմությունը անհաջողության է մատնվելու, բայց չեմ կարող ասել նաև, որ այս ընդդիմությունը լինելու է առանց բռնաճնշումների, առանց քաղաքական հակառակորդների մեկուսացնելու, առանց մուրժի, կներեք բառիս համար, առանց սրան նրան շինելու։ Այնպես որ սա է իրավիճակը։
Պարոն նախագահ, բազմաթիվ իրավապաշտպաններ հայտարարում են, որ պետական մակարդակով իշխանությունները որևէ բան չեն անում մեր գերիներին եւ պատանդներին վերադարձնելու համար։ Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, դուք ինչպես եք պատկերացնում գերիների վերադարձը հայրենիք, ինչ ճանապարհով եւ լինելով Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը, որքանով են օգտագործվում ձեր կապեր այս խնդիրը բարձրաձայնելու եւ որևէ արդյունք։ Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց մենք Հայաստանում ամենամեծ քաղաքական ուժը չենք, որովհետեւ եթե սա չասեմ, ուրիշները կարող են վիրավորվել, այսպես մեզ մեղադրել մեծամտության մեջ։ Ամենաառաջին պայմանը այս իշխանությունների, նորից եմ ասում, իշխանությունների զրկելն է, որովհետև ինչքան էլ մենք կապեր ունենանք, ինչքան էլ մենք ունենանք քաղաքական կուսակցությունների, եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ հարաբերություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնար են տեսնում այդ խնդրի լուծումը։ Կապրենք ու տեսնենք։ Բոլոր պարագաները մինչև այդ շինծու դատավարությունը Բաքվում չավարտվի, չեմ կարծում, որ հնարավորություն կա, որպեսզի մեր գերիները ետ վերադառնան հայրենիք։ Պարոն նախագահ, եւ Արցախի վերաբերյալ դուք ասել եք, որ դուք պատրաստ չէիք Արցախի անվտանգությունը զոհել, կրկին պիտի ձեր հրաժարականի մասին խոսեմ, բայց ձեր թիմակիցները անմիջապես երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ հակասությունը չի առաջանում ձեր թիմակիցների հետ։ Հասկացա, ես ասել եմ, ես պատրաստ եմ պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, հավանաբար սխալարտադրեցին ներողություն։ Ձեր թիմակիցներն էլ անմիջապես հենց դուք հրաժարական տվեցիք եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին եկել է Արցախը հանձնելու։ Հաստատի դուք անվտանգության կամ չզոհելու համար անվտանգությունը հրաժարական տվեցիք, թիմակիցները վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը, ինչպես է ստացվում։ Դա իրար չհակասող դեպքեր են, որովհետև որևէ մեկը լինել իմ թիմակից կամ այլ քաղաքական ուժից երբեք չէր կարող պատկերացնել Արցախի այսպիսի հանձնումը Ադրբեջանին։ Վստահ եմ, իմ թիմակիցները Արցախը հանձնել նկատի են ունեցել բանակցություններում զիջումների գնալը, որը կարող է բերել Արցախի հայտնվել Ադրբեջանի կազմում։ Հասկանում եք, ես էլ, բայց ես էլ դա նկատի ունեի, հենց ես էլ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեին բանակցային գործընթացը։ Միանշանակ։ Դուք գիտեք, sense ոտի վրա դժվար է բացատրել, բայց դուք վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները անկախ նրանից, թե ինչ չափով են իրենց շահերը հաշվի առնում, միջնորդները միշտ ավելի գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է չասեմ զիջումներ, համաձայնություն գործել։ Հասկանում եք, միշտ այդպես է, մեզնից յուրաքանչյուրը, այդ տեսեք, եթե ուզում ենք այստեղով անցնել, գնալ, մենք որ ոսկ հասնենք, պիտի շրջանցենք, չէ՞, կամ էլ այս երկու ստոյկաների արանքով անցնենք, որպեսզի քիչ դիմադրության հանդիպենք։ Միջնորդները միշտ էլ այդպես են, բանակցային process-ը այդպես է, եւ ով կամք ունի, ով կարողանում է փաստարկներ բերել, ով որ համոզված է, նա էլ բանակցություններում հաջողության է հասնում։ Եվ պարոն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ վերհիշելով ձեր նախագահության տարիները, բանակցությունների հետ կապված, արտաքին քաղաքականության հետ կապված տարբեր գերտերությունների ղեկավարների հետ դուք հավասարի նման խոսում էիք, բանակցում էիք։ Այս իշխանությունների օրոք կարծես թե Հայաստանը եւ Հայաստանի ղեկավարները այնպես են անում, որ մենք վերածվել ենք ծաղրի առարկայի, օրինակ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, սրտիկները, որ ուղարկում է, երբևէ մենք այսպիսի արտաքին քաղաքական, չգիտեմ, ինչպես ձևակերպեմ, վիճակում գտնվել ենք։ Նախ ուզում եմ, որպեսզի իմ անձը այդպես բան չանեք, չմեծարեք ու չափազանցացնեք, ես երբեք ինձ թույլ չեմ տվել համարելու հավասար գերտերությունների ղեկավարներին
բայց երբեք թույլ չեմ տվել, որպեսզի մեզ համարին երկրորդական, երրորդական երկրներ։ Համեմատությունը, ինչ ասեմ, որ ավելի պատկերավոր լինի, էլի, մոտավորապես ոնց որ բոլորը համեմատեք Սարի հետ։ Պարզ է, չէ, որ այսօր Հայաստանը չի գտնվում բանակցային սեղանի շուրջ։ Չի գտնվում։ Ես չեմ ուզում բերել այնպիսի օրինակներ, որ հա բերում են, երբ որ գերտերություններից մեկի ղեկավարը անվանում է այն տղա, եւ այլն, էլի։ Բայց, գիտեք, արտաքին քաղաքականությունը տղայություն չի։ Արտաքին քաղաքականությունը պահանջում է, որպեսզի մարդ հաստատակամ լինի, հավատա այն գործընթացին, որը ինքը վարում է եւ չփորձի քանդրբազություն անել։ Կներեք օտարբառի համար, բայց քանդրբազություն, այսինքն հա լարի վրա այսպես խաղա, որտեղ ծանր է դեպի ծանրը գնա, չգիտեմ, մեծ հավասարակշռությամբ փայտիկը վերև բարձրացնի եւ այլն։ Դրա համար ենք մենք այս վիճակում։ Ինժալոց երբ որ խոսեցի գերտերությունների ղեկավարներին, ես ցանկանում եմ իմ անվերապահ համերաշխությունը հայտնել այդ երկրներից մեկի Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզի եւ վստահ եմ, որ Ֆրանսիայի բարեկամ ժողովուրդը միշտ հիշելու է նրա ծառայությունները իր հայրենիքին։ Ես ինչու եմ այդ մասին ասում, որովհետև Սարկոզին, նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների համապնդման գործում եւ ես նրան երախտապարտ եմ նրա ջանքերի համար, որ ներդրել է որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Արցախի հարցը լուծվի մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակներում։ Ինքը մեծ գործ է արել այդ առումով, ցավոք սրտի ոչ նա, ոչ ես չհասցրեցինք իրականացնել այդ գործը։ Այնպես որ շնորհակալ եմ։ Պարոն նախագահ, մի հարց էլ եթե կարելի է, Արցախի Այդ ձեզ գրում են ընդեղից, հետո եք հարցեր տալիս։ Չէ, ուղղակի ես էլ եմ հարց տալիս, էլի բան չկա, այ լավ է։ Ալմաթայի հռչակագրին է Նիկոլ Փաշինյանը հղում տալիս այս Արցախի հետ կապված, եւ ստացվում է այնպես, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Ալմաթայի հռչակագիրը ստորագրվել է, Նիկոլ Փաշինյանը հողում է տալիս Ալմաթայի հռչակագրին եւ հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է կազմում, բայց միևնույն ժամանակ հայտարարում են, որ բանակցությունները Արցախի հարցում տապալել եք դուք եւ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչպես է ստացվում եւ ձեզ համար պարզ է թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը առհասարակ դուրս մնում այս գործընթացից, եթե նա է ստորագրել եւ կներեք, Նիկոլ Փաշինյանն էլ երբեք դուրս չի մնացել եւ տասնյակ անգամներ մեզ երեքիս են ամեղադրել Արցախը դե շատ է քիչ որն է։ Դե դες եմ ասում, դուք երկուսով եք։ Ես չեմ հաշվում, թե չգիտեմ Դուք լսել եք քննադատություն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե Ալմաթայի հռչակագիրը չստորագրեր, ապա մենք այսօր Արցախը չենք անցնի։ Ես դրա մասին եմ խոսում։ Ես այսպիսի քննադատություն իշխանությունների կողմից չեմ լսել։ Ախր Ալմաթայի հռչակագիրը որևէ առնչություն չուներ, բացարձակապես որևէ առնչություն չուներ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Հիմա դրան են հողում կատարում։ Ախր դե ինքը կարա հասկանում եք, կարող է ինքը Մազդոկի հանդիպմանը այս հղում կատարի, նա կարող է Մոնտեվիդեոյի ինչ-որ մի ռեստորանում մի հանդիպման հղում անել, դա ինչ կապ ունի։ Ես մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ հակասություն չունի ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ։
ով այդպիսի հակասություններ է տեսնում, ուրեմն նա ծանոթ չի ոչ ՄԱԿ-ի սկզբունքներին եւ ոչ էլ Հելսինկյան սկզբունքներին, որտեղ սևը սպիտակի վրա եւ այս սկզբունքը կա, եւ այս սկզբունքը կա։ Տարածքային ամբողջականության սկզբունքները վերաբերում են պետությունների, միջպետական հարաբերություններին, իսկ ինքնորոշման իրավունքը վերաբերում է կենտրոնի եւ ծայրամասի հարաբերություններին։ Ես մի քանի անգամ, երևի մեկ տասնյակ անգամ ասել եմ, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրի հետ։ Եվ որևէ մեկը, ես նկատի ունեմ մասնագետներից կամ համանախագահներից չի ասել, բայց դու ինչ ես այդպիսի հակասական բաներ ներում։ Իսկ եթե մեկի գլխում կա, որ այս հարաբերությունները, այս սկզբունքները իրար հակասում են, դա իր պրոբլեմն է։ Եվ ոչ թե այս հարաբերությունների պրոբլեմը, էլի։ Արջ տարածքալ է գտել։ ՄԱԿ-ի սկզբունքներում հակասություն է գտել։ Կամ Հելսինկյան սկզբունքներում հակասություն է գտել։ Դա ինչ ասենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։